Իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել։ Նախագծերի իդրաֆտ կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի։ Իրական Հայաստան բառակապակցությունը վերցրած չէ ճակերտների մեջ, ինչպես վերնագիրն է հուշում, նախ նկարագրված է, թե որն է այդ իրական Հայաստանը։ Իրական Հայաստանի քաղաքական և իրավական տարածությունը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Փաշինյանի կառավարությունում կարծում են այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր, հաճախ հակասում է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է դրա չգոյություն, չի արտահայտում իրական կյանքը իրական Հայաստանում։ Ու որոշել են նախ ձևակերպել, ապա ինչպես գրել են, այն կապել քաղաքական և իրավական իրողություններին։ Մեր ինքնությունն է։ Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ծայրից ծայր կարդացել է նախագիծը։ Ես հիշեցի լուսահոգի, ուրեմն Թուրքմենիայի լուսահոգի նախագահ Սափար Մուրադ Նիազով Թուրքմենբաշիի Ռուհնամա գիրքը, որը ըստ էության փորձ էր դիրեկտիվների միջոցով ասենց ասած կանոնակարգելու թուրքմեն ժողովրդի կենսակերպը, ինքնությունը։ Մի նախադասություն եմ հիշում, որ ասում էր «Թուրքմեն должен быть аккуратным»։ Այս տեքստի մեջ մարդ չկա։ Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիքը։ Հայեցակարգի նախագծում խաղաղությունը որպես իրական Հայաստանի առանցքային գաղափար է ներկայացված։ Հայեցակարգն էլ պետք է ուղղված լինի դրան։ Տիգրան Պասկևիչյանը հարցնում է. հիմա ով է իրականությունից կտրված։ Խաղաղությունից ես խոսում, բանից ես խոսում։ Դու ոչ ունես խաղաղության ուրեմն պայմանագիր, ոչ այս խաղաղությունը վերջնական հաստատվել է, ոչ մի բան չի եղել։ Դու ես ինչի մասին ես խոսում։ Պետք է վերջ տալ պաթոսին, լինի դպրոցում, թե թատրոնի բեմում, վշտին և տառապանքին պետք է փոխարինելու գա ուրախության զգացողությունը։ Այս ձևակերպումներին զուգահեռ հայեցակարգը բեմական արվեստի վերաիմաստավորման հարց է դնում։ Ինչպես ձևակերպված է նախագծում, իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին և անբովանդակ վերամբարձ ճոռոմաբանությանը։ Ուրախության և կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը։ Փաշինյանի կառավարման շրջանում 44 օր է եղել Արցախի վրա ադրբեջանական 23-ի հարձակումը, որին հետևեց հայաթափումը։ Տիգրան Պասկևիչյանը կարծում է, դա մոռացության մատնելն է խնդիրը։ Մենք շատ լավ տեսանք այդ սեպտեմբերի 22-ի դեպքը։ Եղբայր, դու տանում ես այդ մարդկանց զոհում ես ու մոռացության ես տալիս։ Ու այդ օրը քեֆ ես անում ինչ-որ։ Հետո չի լինի։ Ես հասկանում եմ, իրանք ուզում են մեկուսացնել մտածող, դատող բան մարդկանց, մեկուսացնել դնել մի կողմ, գործ ունենալ այն ժողովրդի հետ, որը սիրում է ուտել, ուրախանալ, հարսանիքներ անել, տժալ եւ այլն։ Եթե լուրջ մտահոգություն լիներ, սա պետք է 180 աստիճանով շուռ տալ։ Սրա դեմ էր պետք պայքարել, ոչ թե սա ընդունել որպես ինքնության փաստ։ Ուրախ ապրենք, հա, ուրախ ապրենք։ Ուրախ չքննադատենք, չխոսենք ոչ մի բանի մասին։ Պետության ֆինանսավորած ծրագրերը ըստ առաջարկի պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի խրախուսմանը։ Եթե հայեցակարգը հաստատվի, պետական միջոցները կուղղվեն նաև հարևանների հետ համատեղ նախագծերին։ Ստեղծագործող մարդու համար կողքից միջոցներ գտնելը շատ դժվար է, իսկ պետական ֆինանսավորումը ապագան արդեն տեսնում է գրող Պասկևիչյանը, կդառնա ըստ այդ հայեցակարգի չափանիշների։ Մի հատ ձևական ժյուրի կսարքեն ու կասեն, դե ոնց շեֆը գրել է, մի հատ նայենք համապատասխանում է, հա, այս մեկը համապատասխանում է, գնացեք բեմադրեք, այս մեկը չի համապատասխանում։ Սովետական վիճակն է։
մենք հայ կոչվել ենք եւ առնվազն այդ ինքնությունը արձանագրել ենք միայն պետության շնորհիվ, միայն պետության շնորհիվ եւ պետության գոյության պայմաններում։ Հայեցակարգը մշակվել է երկրորդ տարին շարունակվող պատմականից իրական Հայաստանի անցման մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերի ֆոնին։ Նախագծում իշխանության կողմից վտանգավոր մեսիջ համարվող Արարատին ուղիղ անդրադարձ չկա, բայց որպես լավ օրինակ Արագածին հայացքն ուղղելն է բերվել։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է։ Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը Լեռան մասին է, որովհետև քաղաքը Հայաստանի Հանրապետությունում է։ Նախագիծը դեռ 11 օր էլ իդրաֆտ հարթակում կքննարկվի։ Այս պահին ավելի շատ դրան կողմ են, քան դեմ։ Արդյոք կլսեն դերասանների, գրողների, արվեստագետների, ուսուցիչների, կոնկրետ մարդկանց, ում անմիջականորեն վերաբերվելու է հայեցակարգը։ Կրթության նախարարի խոսնակը միայն փոխանցեց ամսվա վերջին նախարարին կից հասարակական խորհրդում կքննարկվի։ Ընդունման ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Իդրաֆտում առաջարկների հնարավորություն կա, մինչև օրս ընդամենը 10 է ստացվել, հիմնականում ոչ թե բովանդակային, այլ ոճական խմբագրական։ Սոցցանցերում, սակայն, թեման ավելի ակտիվ է քննարկվում։ Ազգագրագետ Աղասի Թադևոսյանին նախագծից մեջ բերված մի կտոր բոլշևիկյան դեկրետներն էր հիշեցրել։